Իրազատ Շատ եմ փնտրել ես քեզ Վերջը գտամ իմ թռչնակ Լեռներով ու անտառներով շրջապատված Վանաձորը գտնվում է երկրի հյուսիսում, Փամբա գետի հովտում։ Միջնադարում այն կոչվել է Գարգար, ավելի ուշ Ղարաքիլիսա։ 1935 թվականին քաղաքը վերանվանվեց Կիրովական, խորհրդային գործիչ Սերգեյ Կիրովի անունով, իսկ Հայաստանի անկախությունից հետո ստացավ իր ներկայիս Վանաձոր անունը, որը կազմված է վանք եւ ձոր բառամասերից։ Վանաձորը հայտնի էր մշակութային ժառանգությամբ։ Այստեղ է գտնվում 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եւ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որտեղ դրսևորվում է հայկական մշակույթի հարուստ պատմությունը եւ հոգեվոր ժառանգությունը։ Վերջը գտամ իմ թռչնակ Ախ ուշերից չկնանք թրջում վերջապես ես քեզ գտամ Խորհրդային տարիներին Վանաձորը կարևոր արդյունաբերական կենտրոն էր, հատկապես քիմիական եւ մեքենաշինական գործարաններով։ 1978 թվականին քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություններ։ Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալեքսանդր Միասնիկյանի անվան քիմիական գործարանն էր։ Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, ավտոգենմաշ, ավտոմատիկա եւ այլ գործարանները։ Այս գործարանները ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել։ Այժմ գործարանների մեծ մասը լքված են, չեն գործարկվում։ Իսկ լքված գործարանների թեման մեծ տեղ է գտել եւ շարունակում է ապրել Վահրատ Մելիքջանյանի կտավներում։ Կերտումը այս սենց ասեսում։ Դատարկ կտավի մասին ինչ եք մտածում, քարի շատ ուրախություն է, թե վախ։ Ուրախությունն է դա, մարտահրավերել է, վախել կարալնի, բայց սկզբնական էտապն է վախը։ Որ պահից եք ոգեշնչվում, որ դատարկ կտավի վրա կարող եք սկսել նկարել։ Ճիշտն ասած, սենց այսպես մոտիվացիայով երկար ժամանակա չեմ նկարում, որովհետև մոտիվացիան ինքը շատ հենց ամեն պահի չի լինում։ Չէ, շատ կարճատև երևույթ է ինքը էլի, եթե օրինակ մոտիվացիան ավելի ճիշտ է դնել ավելի հեռանկարային գործերի մեջ, օրինակ մոտիվացիաս այնա, որ տարվա վերջ ունենամ 30 հատ օրինակ կտավ ու մնացած արդեն աշխատանքային դիսցիպլինա է ուղղակի, որ ուղղակի տենց ունես միտքը գաղափարը հստակ է սկիզավորած, արդեն կարելի անցնել հենց կտավի վրա տեղափոխման աշխատանքներին։ Ճիշտ է, դե տենց ելնում են էմոցիոնալ նենց վիճակներ, ավելի լավ է չնկարել, որովհետև կարող է այդքան էլ լավ չգնա էլի։ Ինչ նրանց ոգեշնչում։ Ազատ ժամանակը երևի, որ ազատ ժամանակ ես ունենում ինքդ քու վրա ծախսելու, այլ ոչ գործ աշխատանք տուն ընկերներ առհասարակ հենց ժամանակ, որ հենց իննա, հա, ու այդ ժամանակը արդեն պետք է արժեքավոր օգտագործի, որովհետև ինքը քանի գնում քչանում է ժամանակը ու իր արժեքը ավելի մեծանում է։ Երևի այդ ժամանակի ելնելը ինձ ամենաշատ մոտիվացիան, այսպես ասած, կամ հենց այդ ներշնչանքը հենց ժամանակից կարող լինի, հենց օրվա ժամը այդքան էլ էական չի, կարևորը մի քիչ լավ լույս լինի ու վերջը։ Գույները ո՞նց է կընտրում։ Կա սիմվոլիկա, այսինքն հենց կոնակ կարմիրն ու կապույտը մի շարքեր ունեի, որ մատրիցայի հետ էր հենց կապված, այն Մորֆեուսի առաջարկած երկու իրականությունը ընդունելու, ճշմարտությունը մեկնել, որ ոչ մի բան չի եղել, այդ կոճակներն են։ Հետո Կարավաջոնը շատ օգտագործե կապույտն ու կարմիրը, որ ոչ թե ոգեշնչվե, այլ reference որպես վերցրել էլի, այսինքն հիմնականը շատ հղումներ եմ օգտագործում նկարների մեջ, այդ մոտեցումը շատ է դուրս գալիս, հետո Տառանտինոից եմ ոգեշնչվել։ Այսինքն իմ գործը ոչ թե հենց ինչ-որ սենց ասած մենակ գեղանկարներ հորինելն է կամ ուղղակի էսթետիկ սիրուն նկար, այլ
հետաքրքիր հղումներ բերել լիքը տարբեր թե ֆիլմեր կլինի, գրքեր, երաժշտություն, բառեր, անիմացիոն ֆիլմեր, տեղից ինչ որ հետաքրքիր նյուանսներ բերել մի իրականության մեջ ու համել Վանաձորը գցել այդ իրականությունը, ասենց հետաքրքիր կոնտրաստ է ստացվում, էլի։ Մի ընդհանուր գիծ կա, որ բոլոր կտավներում այդ պահում եք։ Մտածել եմ, որ այս բոլոր նկարները մի իրականության մասնիկ են։ Կան դետալներ, որ միշտ պահում եմ։ Կան օրինակ այդ սերվերներն եմ շատ օգտագործում, այսինքն կոնցեպտը ինքը բացի նկարը ինքը ինֆորմացիա իր մեջ պարունակում, այսինքն ինքը ոնց որ իր հերթին hard disk է, էլի, սենց այսպես ասած, ու տենց համարակալ օրինակ սա սերվեր 8/14-ն է, որտեղ այս ինֆորմացիան կա, սենց ֆիքսած ինֆորմացիա է, էլի։ Այս կիսա տա։ Հա, բայց ինչ սկզբանե գաղափարը, այ որ մտածել եք սկսեք։ Այս կիսա տա։ Դե չգիտեմ ինչ։ Այն կիսա։ Վերջ։ Ասրա մեսիջը խորը էր ազա մի հատ, դեռ լա չի գեներացվեք, էսից զարթնել եմ, այսքան տեղը ոնց որ հիշում եմ էլի ինչ ասել։ Մեր քաղաքն է, իմ իրականությունը, որտեղ ավելի շատ եմ ապրել մեծացել, սենց ասած, իրան բերում եմ ուրիշ իրականություններ ու այդտեղ էլ բերում եմ ավելի ուրիշ օրինակ ռոբոտիզացում, օրինակ ապագայա կոնկրետ ես նկարում Վանաձորի 2100 քանիերորդ թիվն է, հա էլի այդպես էկրաններ, շտաբի պետն է բանը գերագույն այդ 1984-ից ինչ որ հիմնական մեսիջը, հա, սենց քառակուսիացումն է, որ մարդկանց գլուխները սենց ինչ որ վակուումի մեջ է։ Բայց դուք այդ թեորիային, այսինքն ավելի հակված եք, որ ամենի վերջը ռոբոտացումներին են։ Չէ, ուղղակի ոնց որ հետաքրքիր է հետևալ իրադարձություններին, այսպես ասած, այդ տեխնոլոգիական զարգացմանը ու կանխատեսել թե ինչ է սպասվում մեզ մոտ ապագայում ու ոնց որ այդ location-ում ինչ որ բաներ ստեղծել էլի։ Որ պահն ավելի բարդ սկսել նկարելը թե ավարտելը։ Ամենա մեծ խնդիրը պատասխանատվությունն է, այսինքն սկսելը հեշտ է, բայց թե դա ոնց կավարտես, արդյոք ֆեյլ կանես այդ պրոյեկտը, այսպես ասած, թե չէ, այդ արդեն պատասխանատվությունն է, էլի։ Սկսելը միշտ հեշտ է, բայց արդեն ընթացքը պետքա չշեղվես, այսինքն ինչ որ մտածել ես, արդյոք մինչև վերջ տենց կտանես դա, կեսից չես ինչ որ բաներ ավելացնի, հետո ջնջած տեղը արդեն սենց լնմո մի հատ այնտեղ նկար կա, կարամ ցույց տամ։ Ճղում եմ երևի, այն ինչ որ դուրս չի գալի, ոնց որ ուղեղի ворթ լինի, ինչ որ մի օր սկսում եմ ճղելը կամ ուղղակի սենց փաթաթել, պահել իրանց որպես արխիվ էլի։ Ոնց եք հաղթահարում ճգնաժամերը։ Կամ ունենում եք։ Ճգնաժամներ տենց չեն լնում, այսպես ասած, բայց լնում են ոնց որ գաղափարիսով։ Հիմնական ճգնաժամը կարելի ասել է, որ ինչ որ նոր սնման աղբյուրներ են ման գալիս, որտեղից բերեմ։ Ըստ ձեզ արվեստը աշխարհը կարա փոխի։ Ինձ թվում է ինքը այդ կոմպոնենտներից մեկն է, որ այս աշխարհը հենց մի նենցա ոնց որ ահագին փոխել է էլի ընկալումները։ Ձեր կտավներում ինչ եք ուզում ավելի շատ ասել, ձեր ասելիքը։ Ինձ թվում է ինչ որ կա կյանքը, փորձում եմ այսպես մոստ հանդիսանամ ես էլի կյանքից բերեմ ինչ որ հարթության վրա։ Բայց դժվար չի էս լուրջի ու ավելի շատ ծիծաղաշարժի խառնուրդը, այդ ստաբիլությունը պահել, որովհետև համ ինքը շատ լուրջ է, բայց այդ տարերը սիմվոլիկան մի քիչ անլուրջ ժանրից է։ Հա, այդ այն բանն է, որ եթե լուրջ անդրդությամբ է զբաղվում, ինքը այդ նույն Ռամշտայնն էլ իրանց համերգներին, որ այտենց
դուրս են գալիս ու շատ ծիծաղալու շոու են մատուցում, այդ լրջության մեջ այդ անլրջությունը շատ հետաքրքիր է կոնտրաստն է։ Հետաքրքիր է, հա։ Հնարավոր է ստեղծագործել առանց լուրջ հուզական փորձառության։ Հնարավոր է իհարկե, բայց այսինքն թե ինչ ենք ուզում մենք ստանանք, թե եթե իրոք ինչ-որ էքսպրեսիոնիզմի մեջ ես դու խորացած ու քեզ համար կարևոր է այդ պահի ազդեցությունը հանես կտավների վրա, օրինակ այս Աստղազարդ գիշերի այս սևով նկարած այս քաղաքները ինքը շատ երևի 3 րոպե է տևացել այս ամբողջը։ Այս ուրիշ Վան Գոգի Աստղազարդ գիշերն է Վանաձորի տեսարանից էլի։ Այս Վանաձորի Վան Գոգը Վանաձորում լինի։ Հա, գործարաններն է ինդուստրիալ էս վատ շենքերը, փլած դոմիկներ։ Որ պահին եք հասկանում, որ ավարտել եք, արդեն բաց են թողում կտավը։ Բարդ է, մինչև օրս դա խնդիր է։ Հա։ Օրինակ այս վառ օրինակ է, թե ինչ կարա լինի, երբ որ ժամանակին չես կանգնում, ինքը դառնում է ցեղ ու հետո դժվար է իրան հետ բերելը։ Հա։ Այսինքն պետք է այսենց թեթևությունը միշտ պահել, էլի։ Շատ եք կռիվների մեջ մտնում ձեր կտավների գույների հետ։ Հա ոնց որ միշտ մի հատ հիպոթեկը լի էլի անվերջ կա էլի։ Իսկ այդ բալանսը պահելու ձևը կռիվը։ Եթե չես կռվում, լրիվ հանգիստ է ընթանում, մի բան կիսատ ամնում։ Հա, այդ ճիշտ է, այդ կամ որ լրիվ չասեց, չէ՞, որ մեկ այդ կոնֆլիկտ ես ունենա, մի բան չես ասում, գալիս ես տուն, ասում ես պետք է ասած էլի, հիմի երևի թե էս էլի։ Հիմի ներվայնացած եմ, որ այդպես ա եղել։ Բայց լավ է, որ կոնֆլիկտը կա։ Ուղղակի հիմա շատ խառն է։ Ես ուզում եմ տարբերեմ, ոնց որ sense ինչ որ ներվայնացած մարդու ուղեղ լինի մի կտավի վրա։ Հա, շատ ճիշտ է։ Վերնագիր էի մտածում կախքած։ Հա։ Հիմնականը դեպից Դիսնեյն են, Դիսնեյի հերոսները ու սովետից եկած հերոս մեծացել են տենց նստած Իրանց հիշում են մոռացել են, իրանց թե օրերը։ հիշում են։ Իրանց արդեն մոռացել են ու տենց իրանք հիշում են իրանց վառ օրերը, ոնց որ մեր պապերն են հիշում էլի տաղավարները նստած, որ երևի տես նոստալգիոտ նկարա, բայց տխրություն է կա մեջը, որովհետև հա Ինչ եք հենց այս համեմատությունը վերցրել։ Այս ռեֆերենսը եկավ այն մտքից, որ փոխվում երեխեք հետ աշխատելուց մուլտերից էր խոսքը գնումու, իրանք ոչ մեկին տենց գիտեին այս կերպարներին, բայց չէին, ավելի շատ շորտ վիդեոներ էին տեսել իրանց։ Հա, ու սենց միտքն եկա։ Այս կտավները ձեր մասին են, թե իրականության Աշխարհի մասին ավելի շատ, հա։ Գրաֆիկա էլ է կանում։ Այո, գրաֆիկան սկիզ հենց հիմքն է, ֆունդամենտն է, ու գրաֆիկայի վրա եմ փորձում կառուցել մնացած կոնցեպտները։ Եկեք ցույց տամ։ Հիմա սա կտպագրենք թիշերտների վրա, հիմա էքսպերիմենտալ փուլում ենք։ Հա, ինչա՞վ է։ Եղել է որ մարդիկ sense նայեն ասեն, լավ ինչ է, ես էլ կարամ նկարեմ։ Հա, լիքը եղել է, բայց իրանք չեն նկարել, ես եմ նկարել։ Դες մի հատ նկարել ունեի, գրել էի վրան, որ գիտեմ, որ տատիկը դե կարա նկարի, բայց չի նկարել։ Այս ամենամոքական պահն ալնելու է սա։ Բարի գալու Smart կենտրոն, իմ հիմնական աշխատանքային վայրն է։ Խաֆում քանի ժամ եք անցկացնում։ Օրվա մեծ մասը է։ Հա, մեծ մասը ստեղ եմ։ Ինչով եք այստեղ զբաղվում։ Այստեղ դասավանդմամբ եմ զբաղվում։ Ոգեշնչվում եք երեխաներից ինչ են տալիս։ Իհարկե, հա, փոքրերից, ամենաշատը փոքրերից եմ ոգեշնչվում, իրանցից հենց այդ մոտեցումն եմ վերցնում, թե ոնց չունեն ոչ մի սպասելիք իրանք նկարելուց ու հետաքրքիր է հենց
Ունենք կոնկրետ Չեմ ոգեշնչվում։ հա, տենց ինքը տենց ռեակցիա է փոխադարձ, առանց իրանց չերելի նկարչությունը կարելի ասել էլ։ Իրանցից վերցրածը շատ ֆունդամենտալ մասա կրում նկարներից մեջ, հա։ Շատ հավես է։ Հետո արդեն ավելացնում եմ ուղղակի, ոնց որ ես նկար եմ փոքր երեխա նման, բայց մեծ մարդու ուղեղով։ Նոր ժամանակների Պիկասոներ կան։ Հո լիքը շատ տաղանդավոր երեխեք կան, որ ապշում ենք էլ իրանց տաղանդի վրա, մեր գործը իրանց ճիշտ ուղղորդելն է, ուղղակի որ գտնեն իրանց մասնագիտական կողմնորոշվածությունը։ Իսկ ինչ շարում են հիմնականում ստեղծագործում երեխեքը։ Կարանք տեսնենք։ Կարող ենք հիմա տեսնենք, հա։ Այս կացին աղբերն ենք ադապտացրել, որպես հա։ Այս փոքրերի աշխատանքներն է, մեծերին են պատինը, եկեք գնանք ճիշտ է։ Ծանոթացեք կնոջս հետ Ռուզաննան, հա։ Ես ասել եմ, որ գողանում եմ քեզանից։ Այստեղ մեծերի աշխատանքներն են։ Հա, լրիվ նորարարական է։ Լրիվ դիջիթալ տարբերակով նկարված, ուղղակի տպագրել են թղթի վրա, որ ցուցահանդես կազմակերպենք։ Հիմա որ նկարել ուղղակի նկարելու համար, բայց մարդիկ ասած ավելի լուրջ իմաստներ փնտրեն դրա մեջ, անգամ դրա շուրջ դուք էլ չեք մտածել։ Առհասարակ տենց է մարդիկ միշտ փորձում են իմաստ գտնեն անգամ ամենաանիմաստ բանի մեջ, հա, լիք եղել է, որ հավաքի նկարել եմ, իսկ պետք է օրինակ շերտային ինչ-որ բան ուսումնասիրեմ էլի, ոնց կլինի այս գույնից հետո, այս գույնը, այսինքն ավելի շատ էքսպերիմենտալ այն եղել, բայց լիքը մարդ ախորացել է, ըստ դա ուղղակի արվեստն է, որ ամեն մարդ տենում է այն ինչ իր ընկալունակությունը ներում է, էլի։ Իսկ եղել է տենց որ օֆեն թափեք նկարի վրա։ Հա։ Ու տենց բան ստանամ։ Հա։ Տենց էքսպերիմենտներ արել եմ, բայց հենց որ միամիտ ինչ-որ տենց բան, չես կոֆեով նկարել, ինչ-որ կամ առարկաներ դնել, իր աստվերից ինչ-որ նոր բաներ ստանալ, այդ հիմնականը շատ երեխեքի հետ են տենց փորձեր անում։ Արվեստը մեկ բառով։ Մեկ բառով հնարավոր չէ, էլի, որտեվ ամենք Առաջին բառը, որ մտքին գալիս է։ Ռուզաննա։ Այ հետաքրքիր է այս նույնությունը, որ տեսնում եք, չգիտեմ, սարերի մեջ է կապում, բայց ձեր արվեստում գրեթե չկան։ Հա, այդ հետաքրքիր ֆենոմեն է իրականում։ Այդտեղ կան լքված գործարաններ, ինվոքեշնչման աղբյուրներից երևի մեծ մասը հենց իրանք են էլի այդ լքված գործարանների ինդուստրիան։ Որ ծիծաղելի դեպքեր եղել են։ Ամեն օրը ծիծաղելի դեպքեր։ Մի օր ես էի կորել։ Վանաձորում։ Իսկ ո՞նց եք կորել։ Չէ, այդ կատակ է։ Երկիր սիրալիս, երկիր ազատ, շատ եմ փնտրել ես քեզ, վերջը գտամ իմ թռչնակ, ախ ուշերից չկնավ թրջում, վերջապես ես քեզ գտամ, թմբուկ զարկեք, ծնցխախոբեք, ջրահարսեք, իմ երկեք։ Այս ինչ քոքցրեր ես ունես։ Իմ այս սեղանի վրա է։ Շատ են տենց։ Ինչ թողեցի ահավոր։ Այս էլ էր քաղցր։ Ոնց է քաղթարում։ Ձեր մանկությունը հենց Վանաձորում է անցել։ Մանկությունս անցել է Նիգերիայում, որպես տրուկ բերեցին։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ
փոքրիկ ջահել Սև մազերով, սև աչերով ապրում էր մի սիրուն աղջիկ իրոք սերով իր նազերով